Բոլոր այն քահանաները, ովքեր որ հաջողված են եղել, ինչ որ մի պահի սպառնալիք է հնչել նրանց տեղափոխության հետ կապված, անդադ ճնշել են, որ դու կտեղափոխվես, ուրիշ տեղ կգնաս, մարդը սկսել է զարգացնել իր համայնքը, եկել է արդեն հասել է մի կետ, որտեղ որ ամեն բան լավ է, ամեն բան նորմալ է, հունի մեջ ընկած գնում է, հանկարծ այդ հոգևորականին սկսել են վախեցնել, որ մենք քեզ պետքա տեղափոխենք։ Այսինքն հենց համայնքը սկսում է սիրել, ամեն ինչ լավ է, նորմալ է ու պետքա բնականon կյանքով ապրեն, ամեն ինչ լավ լինի, այդ հոգևորականին արդեն ճնշումների են ենթարկում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից ու իմ դեպքն էլ հենց դրանցից մեկն էր, հերթականն էր, որ ես հասկացա, որ նույն գործելավոճն է։ Հաջողության եմ հասել, թող ինձ ներեն, թե սա մեծամտություն է, ուղղակի համայնքը կհաստատի դրա մասին, որ մենք շատ լավ ծրագրեր ունեինք, Կիրակնորիա դպրոցը ունեինք, երիտասարդաց միությունն ունեինք ու գնալով այն ծնագնդիկի էֆեկտով մեծանում էր ամեն բան ու շատ լավ էր, բայց իմ եւ առաջնորդի հանդիպումների ժամանակ, եթե անգամ այլ հարցերով կմոտենայի իրեն, որոշակի խնդիրներ կբարձրաձայնեի, անդադ հետեւյալ հարցադրումներ անում. «Կուզես քեզ տեղափոխեմ»։ Ես ասում եմ Սրբազան, բայց իմ բարձրացրած հարցը իմ տեղափոխման հետ ի՞նչ կապ ունի։ Այսինքն ենթագիտակցորեն սկսում էին արդեն վախացնել, որ հնարավոր է նման բան լինի։